ընդդիմությունը մի, ասենք, ավելի լավ նվեր, որովհետեւ մի քաղաքականուց չէր կարա պատկերացնել, ոչ խոսում են, ոչ բան են առաջարկում, ոչ ելույթ են ունենում, ոչ որևիցե բանի մասնակցում են, բայց գալ ինչ որ բան ասել ու ծլկել դահլիճից, չեմպիոն են, չեմպիոն։ Գառնիկը Դանիելյան գալիս ասում է, հայոյում եք, թքում եք, եղբայր, մարդ սպանելով, ոչնչացնելով, երկրից արտաքսելով խմբակցության ղեկավարից հետ բռնած, ասենք դրա մաստեր սպորտ են, եկել ես ինչից ես խոսում։ 7 տարիա մեզ սադրում են, 7 տարի վիրավորում են գնում հետևներիցս, էլ լրագրողներով, էլ փողոցայիններով, էլ զիբիլի վրի կատուներով, Ղարաբաղից բերած, էլ տարբեր տեղերից փող վեկալած ոչնչություններով, 7 տարի, բանա, դեպք չելենք, միտեղ մեկը ասելա սրա ակաժները կկտրեմ, մեկ էլ միտեղ մի հատ դավաճան սրիկա, որ իր տղաներին փախցրելա, որ հանգարցակի բանակում չծառայեն 4 տղա ունի Հայաստանում ապրում է, մեկը թքելա վրեն, այ քեզ բան, հələ մենք դրա համար պատասխանատվություն ենք կրում, մենք դրա համար պատասխանատվություն ենք վերցնում, ձեր զերո պատասխանատվությունը, մի օր Վազգեն Մանուկյանին կբերենք սենց դատարկ բաժակի պես կդնենք, մի օր Սրբազանին կբերենք, որը իդեպ նենց չի, որ բավականին հետաքրքիր բառապաշար ունի, հա, այն գլխից ձունգայից բռնած, թե չգիտեմ, այդ ինչի չէին նեղանում շրթունքներից եւ գլխից ձունգայից, երևի հարմար չէին նեղանում, հիմա եկել են այստեղ բոլորը սուրբ են խաղում, են Մամիջանյան Հայկը, նախ լավա որ մեկ գոնե գալիս են, իմանում ենք այստեղ տենց խմբակցություն կա, չէ, ոչ գալիս հարց են տա, դե մենք չենք հիշում իրենց մակարդակին, խոսում են վարչապետ, խոսալու ձևից, ասենք, չգիտեմ, այն թող իրա մի հատ իրա շեֆին բան այն, որ կոշիկ էր շպրտում, ապակի էր ջարդում, մարդկա տենց է խոսում, մարդկա րոպե մեկ գալիս աստեղ, չեմ ուզում այդ բառը ասեմ ումից Աստված էր ես թեքել, գիտեք ումից Աստված էր ես թեքել, այդ ոճի մեջ է խոսում, գիտենք քաղաքական գործիչ է, մարդ էլ կա, իր ուսխորտի ղեկավարին է ուզում անընդհատ նմանվի, չի հասկանում, որ մնացած բոլորը ուզում են հանգարց իրանց ուսխորտի ղեկավարին ոչ մեկ չնմանվի, ինքները գիտենք քաղաքական գործիչ է, մեկ էլ սենց հանում մտածելու տպավորություն է թողում, դուք նվեր եք, բա ամենածիծաղալուն, գալիս է, Տիկին Տյուրեղյանը, KP-ի գալիս խոսում է, ու ամենածիծաղալուն գիտեք որն է, զրո ձեն են կարում հավաքեն, իրանք ձեն չեն կարում հավաքեն, KP-ն պարտություն կրեց ես ինչ տեղը, դուք մերից ինչ գործ ունեք, միտեղ երկրորդ տեղն ենք բռնել, միտեղ առաջի տեղն ենք բռնել, դուք կարում եք մասնակցեք ընտրությունը, ես չեմ հասկանում, իրենք չեն կարում մասնակցեն այդ ընտրությունը, գայս մնացածի գնահատականն են տալի, այո հաղթարշավը շարունակվում է, դուք այդ հաղթարշավի հետ ինչ կապ ունեք, դուք իրար մեջ որոշեք ձեր մեջից ով է ում իշխանություն տվել, բայց իրականում թաքցրեք այն իրական պատճառը, այն խանդը, այն նենգությունը, որ ձեր մեջ կա ու ծակել է, կամ ասենք են, որ խոսում են, ասում են, բանա, իսկ անդեր ստեղ չկիրառեցիք, այնտեղ չկիրառեցիք, բա ԱՏՍ-ները, բա 30 տարի առներ շեֆըդ այդ ԱՏՍ-ները, բա 80-ականների զենքերով խինք, 80 թվականներին ԱԹՍ չկար, բա այդ չի կոնսերվի բանկեկով, բա առնեիք, մենք բանակին ձեր չենք տվեք, կամ այդ որ ասում եք սուերը բերել եք, այդ կարող է տենց մենք նստել ենք, մենյուն բացել ենք, նայել ենք, ասել ենք մի հատ ինչ վերցնենք, ձեր զինվորականներն են բան արել խորհուրդ տվել, զինվորականներն են խորհուրդ տալիս, ասում են մեզ էս ա պետք, կամ մեզ այն ա պետք, կամ ցեղասպանությունը ով է ուրանում, հարցնում է Քրիստինեն Վարդան, ձեր առաջնահերթությունը ո՞րն է, մեր առաջնահերթությունը, որ ցեղասպանություն չլինի, ցեղասպանություն այլևս չլինի, մեր առաջնահերթությունը խաղաղություն հաստատելն է, ես հասկանում եմ, որ ձեր առաջնահերթությունը ողբն է, որտեղ դուք ողբի վրա կարող եք կառուցել ձեր գոյությունը, չկա ողբ, չկա այն վտանգը, որը որ մենք փորձում ենք նվազեցնել, չկաք դուք, չկաք, ոնց որ հիմա դահլիճում չկաք եւ քաղաքական դաշտում չկաք, չգիտեմ էլ ինչ ասեմ ձեզ, ուղղակի ցավալի է, որ այնքան քաղաքական գործիչ չեք, որ ձեզ ինչ-որ արդարացումներ եք գտնում, ոչ կարողանում եք օրենք առաջարկեք, ոչ կարողանում եք հարց տալ կառավարությանը, ոչ կարողանում եք դահլիճում նստել, ոչ էլ կարողանում եք իրար մեջ յոլա գնալ։ Բարբերաբար կնկնվող ստերից եւ կեղծիքներից, բայց պետք է անդրադառնանք եւ պարզեցնենք, ուրեմն ամեն բան, որովհետեւ չենք կարող սուտը անպատասխան թողնել։ Նախ առավոտից չկա անդիմությունը, ուր եք ընդհանրապես եւ հիմա ուր եք դուք։ Այդ ձեր հարցն եկեք
Հայաստանի Հանրապետության վարչապետին տվեք։ Ցեղասպանության մասին եք խոսում, գյուղական ինչ-որ համայնքների մասին գալիս եք, ինչ-որ sense ելույթներ եք ունենում, իբր ահավոր մտահոգված եք գյուղական համայնքների կյանքով։ Եկեք այդ հարցերը վարչապետին տվեք։ Թե վախենում եք, որ վարչապետը ձեզ քաղաքական իմաստով կտա պատերին, ինչպես որ միշտ։ Դրա համար էլ չեք գալիս այստեղ, բայց դες պատերին տալու բազմաթիվ առիթներ կան եւ բազմաթիվ նաեւ պոտենցիալ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներ կան, հենց որ դուք դրանից չեք խուսափելու։ Այդ ձեր ստերի պատասխանները դուք պետքա ստանաք։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները գալիս են ու հələ մի հատ էլ համարձակվում են այստեղ գալ խոսել եւ քաղաքացիական պայմանագիր, ուրեմն կուսակցության իշխանությանը կառավարող թիմին մեղադրել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի համար։ Հանրապետական կուսակցությունն իր իշխանության ողջ տարիներին բանակցել է Լեռնային Ղարաբաղը հանձնելու վերաբերյալ։ Այ կապիտուլյանտ Մամիջանյան եւ Աբրահամյան, որ գալիս տեղ խոսում եք։ Ձեր ղեկավարը Սերժը, որ հիմա իր վկան եք որպես տեղ հանդես գալիս, իր ողջ կառավարման ընթացքում ուզում էր հանձնել Լեռնային Ղարաբաղը։ Սրան վերաբերյալ չեք ուզում ինչ-որ մի բան ասեք։ Ձեր ղեկավարն այս ամբիոնի մոտից իր ամենավերջին ելույթում հայտարարել է, որ բանակցությունները մտել են փակուղի եւ ըստ էության գուժել է պատերազմի մասին։ Ու փախել է։ Այ պատերազմից փախած կապիտուլյանտներ։ Չեք ուզում սրա մասին խոսեք։ Խիեք Հայաստանի Հանրապետությունը բերել կանգնեցել պատերազմի առաջ ու փախել ստեղից։ Խիեք փախել պատերազմից։ Ես նոր եմ հասկանում։ Խիեք ասում, բան, մի խառնվեք Լեռնային Ղարաբաղի ներքին կյանքին։ Այնտեղ իշխանություններ կան, ազգային ժողով կա, նախագահ կա, մի խառնվեք մեզ, խիեք ասում։ Նոր եմ հասկանում խիեք ասում, որ հանգիստ այնտեղ իշխանապողություն անեք, հանձնեք Լեռնային Ղարաբաղը մեկ ստորագրությամբ, տանեք ինչ-որ մի տիկնիկի նշանակեք նախագահ, հանեք, հանձնեք Լեռնային Ղարաբաղը։ Սրա մասին չեք ուզում խոսակ, դուք սրա պատասխանը տալու եք։ Պատմական ընթացքը ձեզանից այս պատասխանները ստանալու է միանշանակ։ Այ կապիտուլյանտներ, որ գալիս այստեղ էլի ճոռո սուտ բաներ եք խոսում։ Ուլը մի հատ էլ այս ամեն ինչից հետո ինչ-որ մի հատ դաշնակ գալիս է, ուրեմն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների այդ վատ նկարներն է ցույց տալիս, մի կողմում էլ 1915 թվականի ցեղասպանության նկարներն է ցույց տալիս ու ինչ-որ համեմատականներ է փորձում անել։ Այ դաշնակ Հələ մի հատ դաշնակների մասնակցությունը պետք է հասկանալ պատմական այդ ժամանակաշրջանում ինչ ա եղել եւ ինչ դերակատարում են ունեցել առհասարակ 1910-ական թվականներին դաշնակցականները նոր հələ մի հատ եկեք ձեզ թույլ տվեք ստեղ նման հայտարարություններ անել։ Իսկ Լեռնային Ղարաբաղը էլի կրկնում եմ դուք եք լուծարել Դաշնակցությունը եւ հանրապետական կուսակցությունն են լուծարել Լեռնային Ղարաբաղը ու Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների նկարները որ բերում եք ստեղ ցույց եք տալիս որ ինչ-որ հուզմունքներ առաջացնեք կտանեք կդաջեք ձեր ճակատներին Ռոբերտ Քոչյանի ճակատին առաջինը կդաջեք որ հիշեք հենց հայլու մեջ նայեք հիշեք որ դուք եք Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին տեղահանել Լեռնային Ղարաբաղից ու հանձնել եք Լեռնային Ղարաբաղ։ Ու անցնեմ արդեն բունյութին։ Սերժ Սարգսյանի թիմակիցները այստեղ այս ամբիոնից ըստ երևույթին խիստ զարմացած էին, որ հնարավոր է լինել երկրի վարչապետ եւ չօգտագործել օրինակ թմրանյութեր։ Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանի թիմակիցները շատ խիստ կզարմանան, եթե իմանան, որ հնարավոր է լինել երկրի ղեկավար ու ահռելի կարողություններ տանուլ չտալ տարատեսակ խաղատներում։ Վստահ եմ շատ խիստ կզարմանան այդ ամեն ինչը իմանալով, բայց ամեն դեպքում բարի զարմանք եմ մաղթում նրանց։ Ինչևէ, բայց ես մի ուրիշ բանի եմ ուզում խոսամ, ուրիշ բանի մասին եմ ուզում խոսամ, մի յուրատեսակ լկտիության, որը վերջին շրջանում պարբերաբար դրսևորվում է ընդդիմադիր ֆեյքերի հիմնականում, բայց այսօր արդեն դրսևորվեց նաև ընդդիմադիր падգամավորների կողմից ու այս լկտիությունը ներողություն եմ խնդրում, բայց ես անպատասխան թողնել չեմ պատրաստվում։ Ուրեմն մի օր Դալիճում հենց այստեղից ելույթ էի ունենում, Դալիճից Սեյրան Օհանյանի կառավարումն էի քննադատում պաշտպանության նախարարությունում։ Սեյրան Օհանյանը տեղից հետևյալն ասում, կարող է մի հատ էլ ասես, որ բանակը քեզ ներքնաշոր չի տվել։ Ասում եմ, պարոն Օհանյան, այդ նորություն է, որ չի տվել, ոչ ինձ ա տվել, ոչ 100,000-ներին ա տվել մյուս Հայաստանի Հանրապետության բանակում ծառայած։ Հիմա ուրեն, այս լկտի սանձարձակների կուրատորները ինչ են արել։ Բռնել են, սա սարքել են սենց մի հատ քաղաքական խոսույթ, որով իրանց արևին թիրախավորում են ինձ։ Ասում են, այ դու բանակում չես ունեցել ներքնաշոր։ Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, ես բանակում ունեցել եմ ներքնաշոր։ Այ ուրիշ բան, որ դուք զինվորների ներքնաշորը տարել ու կերել եք։
փոխաբերական իմաստով եք կերել, բայց դուք ներքնաշոր ուտողների իշխանություն եք եղել, որտեվ դուք զինվորներից գողացել եք ներքնաշորը։ Ինձնից չէ 100,000-ավոր զինվորներից Հայաստանի Հանրապետությունում չի եղել զինվոր, որը ծառայի ու բանակում իրան հասանելիք, օրինակ Ծելնյաշկան կամ մյուս ներքնաշորը իրան տրամադրեն, խիչ չի եղել, որովհետև դուք դա տարել ու կերել եք։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին բանակում կերել են բանակից զինվորների ներքնաշորերը։ Հիմա եկել են իրանց լկտիությունը այն աստիճանի է, որ այդ ամեն ինչ միջով անցած զինվորներին ասեն կարա սենց իրանք են էլի որպես մեղադրանք են օգտագործում։ Հա, նասկի են կերել, այո, գուլպայել են կերել, զինվորի գուլպայել են կերել, ամեն ինչ կերել են, ինչ տեսել են, կերել են այս մարդիկ ու իրանց թվում է, որ իրենք այն աստիճանի լկտիացել են, որ կարան դա օգտագործեն որպես թիրախավորում դիմացինի։ Բայց ասենք մյուս կողմից է զարմանալի չի, բա որ չուտեին, բա որ ներքնաշոր ու նասկի չուտեին զինվորի, այդ ոնց պտի այդ ասավնյակները գցեին, այդ ոնց պտի գնային Բադեն-Բադեններում, կազինոներում կրվեին, այդ ոնց պտի ամեն անգամ իրանց կներեք 1000 ներողություն այս արտահայտության համար, իրանց քթի զաբրավկի փողը ունենային։ Շնորհակալ։